Ասում են Տավուշում, Կիրանցում հատկապես որտեղից սկսվեց սրբազան շարժումը, մենք հաղթել ենք, ասում են, այն ինչ վտանգների մասին էին Տավուշում, օրինակ Արծվաբերդում, Կիրանցում, սահմանային գրեթե բոլոր գյուղերում, որտեղ զինվորականներ են եղել, քվեարկող, իրենք այսպես կոչված հաղթել են, որովհետև գնացել են նրանց ձայներով են ընտրել։ Տեսել եք ձեր աչքերով բոլորը, ես չէ որ պիտի ասեմ։ Եվ ամոթ այն բոլոր զինվորականներին, այսպես կոչված ամոթ այն բոլոր զինվորականներին, որոնք մասնակից են եղել ուրացմանը հանձնման ժամանակ Արցախի եւ մեր հայրենիքի ամբողջական իմաստով Հայաստան Հանրապետություն, Արցախ Հանրապետություն, Ջերմուկի տարածաշրջանից, Սյունիքի տարածաշրջանից, Տավուշի տարածաշրջանից իրենք մասնակից են եղել թե իրենց քվեարկությամբ, թե իրենց ընտրությամբ եւ թե ուղղակի իրենց անտարբերությամբ կամ ասելով դե հո միշտ կռիվ չենք անելու մենք հակնելով զինվորականի համազգեստը չամաչելով որ օրինակ գեներալ Դավիթ Մանուկյանը կամ Բաքվի բանտում է այն Դավիթ Մանուկյանը գտնվում է Բաքվի բանտում կամ մեր գեներալ Լևոն Մնացականյանը մեր զինծառայողները բազմաթիվ մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընդհանրապես նախագահները այդ նույն համազգեստն են կրել, չէ՞։ Եվ առաջին հերթին ես ինչու եմ ասում զինվորականությանը կամ ռազմական ղեկավարությանը։ Իրենք ուրացել են ամեն իմաստով եւ այս ընտրությամբ են ուրացել եւ դրա արտահայտությունը երևացել է սահմանապահ մեր բոլոր գյուղերում, որտեղ իրենք ներկայություն են ունեցել։ Այսինքն ընտրել են։ Այո, եւ այդ պատճառով իրենք ես կարծում եմ, որ այս իշխանությունները հատուկ են հենց այդպես արել, որպեսզի զինվորականների միջոցով ընտրություն կատարած լինելով ցույց տան, որ այդ սահմանի հենց այդ գյուղերը ներառյալ Կիրանցը դե բանը չէ, ամոթը չէ մի տեսակ, ներառյալ Կիրանցը որքան են աջակցում իրենց։